անցնենք առաջ։ Ուրեմն սկսեմ հենց այդ նոր բացահայտումից կաթողիկոսի կապակցությամբ։ Ուրեմն մի քանի օր առաջ էր, դեկտեմբերի 18-ին էր, եթե չեմ սխալվում, ուրեմն միանգամից մամուլում հայտարարություն տարածվեց 10 տիրադավների կողմից, որ վաղը մենք մեկնում ենք, գնում ենք կաթողիկոսի հրաժարականը պահանջելու Էջմիածնում, թե ինչ տեղի ունեցավ Վեհարանում, ինչպիսի պահված դրսևորեցին այդ մարդիկ, ինչպիսի խուլիգանություն դրսևորեցին, կարծում եմ բոլորս տեսել ենք եւ դրա մասին անիմաստ է խոսել։ Անկեղծ ասած, ես մանրամասն դրվագների չեմ էլ ուզում անդրադառնալ, մի քիչ վատ եմ զգում, ամոթ եմ զգում, անկեղծ եմ ասում, չեմ նստել մանրամասնությամբ այդ ամբողջ դրվագներն, այլ փոքր բաներ անշուշտ տեսել եմ, բայց այդ եղելությունը իր ընդհանրության մեջ ինձ համար ցավալի է, այնքան ցավալի, որ օրինակի համար եթե մեկը ինչ-որ գող մտնում է քո տանդ մեջ գողություն անում, դու այդ գողության տեսագրություն ունես, նստես դնես ամեն օր նայես եւ ես չգիտեմ, դա ինձ համար իսկապես հաճելի չի կարող լինել։ Այն որ ես պիտի պաշտպանեմ իմ տունը, միանշանակ է, դրա մասին ոչ մի խոսք, բայց լրնել այդ տեսագրությունները նայել, հետո մեկնաբանել, ես կարծում եմ անիմաստ է։ Մի քանի հետաքրքիր փաստ արձանագրենք, ուրեմն այսօր երկար դադարից հետո Նիկոլը կարծում եմ պատարակի չմասնակցեց, քանի որ թռել էր Մոսկվա եւ այնտեղ պիտի ժողովի մասնակցել։ Ու այդ իր աջակիցները, եթե նկատեցիք, այսօր ոչ միտեղ պատարակի չմասնակցեցին, որից այդտեղ չգնացին։ Հիմա այդ աստվածապաշտ մարդիկ, ովքեր այդպես համաբուրըն, այդպես ասած, զգացմունքներով ամեն շաբաթ ընկնում էին Նիկոլի հետևից, իբր քրիստոնյաներ են, քրիստոնական արարողության են մասնակցում, պատարակների են մասնակցում, մաքուր քրիստոնեության են ուզում, մաքուր քրիստոնեություն ուզում են մաքրեն, ես չգիտեմ, այդպես թունդ հավատացյալներ են քրիստոնեության, այն ժամանակ որ Նիկոլը չկա, իրանք էլ միանգամից բոլորը դառնում են անաստվածներ եւ այսօր ամեն դեպքում եթե Նիկոլը չկա, ուրեմն չկա պատարակ, կեղծ պատարակ, ամենտեղ էլ Վեհապար Հայրապետի անունը հնչում է։ Օրինակ Արարատ Սրբազան, եթե չեմ սխալվում, նախկին անգամ Նիկոլի ներկայությամբ իրեն պարտադրել էին, որ Վեհապարի անունը չհնչեցնի, հիմա այսօր նկատեցի գրառումներ կար, եթե չեմ սխալվում Հովհաննես Իշխանյանն էր արել, որ այսօր պատարակ է մատուցել, այսօր Վեհապար Հայրապետի անունը հնչեցել է։ Սա է այս ամեն ինչի իրականություն։ Եթե կան անաստված Նիկոլը, ով ժողովրդին տանում է իր աղանդին հավաքում է, տանում է միտեղ լսում է շոա կազմակերպում, այդ շոն տեղի ունենում։ Եթե չկա, այդ մարդիկ այսօր հավատացյալներ չեն, բոլորը իրենց ողն ու ծուծով անհավատներ են, իրենց անձնական կյանքով են զբաղված, հեչ իրենց համար կարևոր չի որտեղ է պատարակ մատուցվում, այդ պատարակում Վեհապարի անունը հնչում է, չի հնչում, այլևս կարևոր չի։ Ուրեմն կարծում եմ բոլորիս համար այլևս ապացուցված է, որ այս ամեն ինչը որքան էլ որ Նիկոլը փորձի ասել, ինձ հետ կապ չունի, ինչպես ինքշաբթի օրը կառավարության նիստից հետո այդ ճեպազրույցի ժամանակ էր ասում, բոլորս էլ գիտենք, որ դա շատ հստակորեն հենց իր կողմից է ուղղորդվում, իդեպ հենց այդ 10 տիրադավների ուրեմն արարքը, որը տեղի ունեցավ։ Դա բացարձակ ձախողում էր, պարտություն էր, բոլորս էլ տեսանք, եկան այդտեղ ժամանակին Բերլիներով, SP-կոմ շրջող վերջին, այդպես ասած, համերներով, ինչերով շրջող մարդիկ, տիրապետկոպոսներին խցկեցին մի հատ գազելի մեջ, վերցրան տարան, անվտանգության ուժերով շրջապատված։ Ես այրի հետ հարցազրույցի ժամանակ էլ ասել եմ, սրբազան մարդկանց, ովքեր ունեն հոգևոր կոչում, իրենց կոչում ինչի համար է։ Իրենց կոչումը դրա համար է, որ ծառայեն իրենց ժողովրդին, որպեսզի շփման մեջ լինեն իրենց ժողովրդի հետ, իրենց հոտի հետ։ Այդ կուսակրոնության գաղափարը, որը կա, այս մարդիկ այդ կանոնագիրքը վերցնում են իբր թե կուսակրոնություն, բայց որից է մեկը չի մտածել, որ այդ կուսակրոնության գաղափարը ընդհանրապես խորհուրդը ինչի մեջ է, ինչու մի շարք հոգևորականներ պիտի կուսակրոն լինեն, իսկ մի շարք հոգևորականներ, որ քահանաներն են, ընդհակառակը պետք է անպայման ամուսնացյալ լինեն, այսինքն ամուրի մարդը չի կարող քահանա ձեռնադրվել, պետք է անպայման ամուսնացյալ լինի։ Հետևաբար այդտեղ ընտանեկան հարաբերություններ ունենալը, սեռային հարաբերություններ կամ այդպես դրանք չեն, որ դերակատար են եւ ընդհանրապես դրանք չեն, որ պիղծ են համարվում, եթե ասենք ինչ-որ սրբազան նման հարաբերություններ, ասենք եթե ունեցելա, դա այդպես ասած սխալ է։ Հիմնականում եթե մեր եկեղեցու մեջ կա կուսակրոնության այդպես ասած ինստիտուտ կամ ինստիտուտ, դա նրա համար է, որ այդ անձը, ով կուսակրոնություն է ընդունում եւ չի ամուսնանում, ընտանիք չի կազմում, ժողովուրդը դառնում են իր ընտանիքը, իր հոտը դառնում է իր ընտանիքը, իր թեմը դառնում է իր ընտանիքը, եւ այդ մարդկանց ընտանիքի հետ պետք է հարաբերության մեջ մտնեն, որպես ընտանեկան հարաբերությունները չխանգարեն եւ մարդը ունենում է մեծ ընտանիք, փոքր ընտանիքի փոխարեն, որ դա իր հոտն է, իր ժողովուրդն է։ Հիմա ստեղծվել է մի հատ իրավիճակ, երևակայք մի հատ հոր, մի հատ ընտանիքի հոր, ոստիկանները շրջապատեն, պաշտպանեն իր կնոջից, իր երեխաներից, իր որդիներից, իր դուստրերից, իր հարազատներից։ Այդ իրավիճակի մեջ են հայտնվել հիմա այդ 10 տիրադավ եպիսկոպոսները։ Հույսով եմ, որ իրենք գիտակցում են իրենց կոչումի
այդ իմաստը եւ ուրեմն դերակատարությունը, որ հիմա իրականության մեջ տապալված է եւ նույնիսկ եթե նրանք կարգալույս չլինեն, թափից չեմ կարծում իրենց կարգալույս անելու կարիք չկա, որտեղ իրանք հոգեվոր կոչումից արդեն կարգալույս եղածներ են, այն պահից սկսած, երբ իրենք պարտավոր են ժողովրդից պաշտպանվել անվտանգության ծառայության ուժերի միջոցով, ոստիկանության միջոցով։ Նրանք արդեն դադարել են հոգեվոր կոչում ունենալ։ Հիմա այդ հակոստը կրեն, այդ կոչումներն իրանց վրա լինի եպիսկոպոս, arczepiskopos, մեկ այս մարդկանց հեղինակությունը այլևս չի վերականգնելու։ Նիկոլը իրենց էլ է կործանել եւ ոչնչացրել, հույսով եմ որ դա հասկանալի լինենց համար։ Շատերի համար հարց է ծագում, որ այս ամեն արարքներից հետո վեհապար հայրապետը ինչու այսքան զուսպ, ինչու օրինակի համար կարգալույս չի հայտարարում այս մարդկանց։ Ես տեսնում եմ տարբեր տեղեր կոչեր են հնչում վեհապար հայրապետ, էս արա, այն արա, հորթորի, պես չգիտեմ մի բան ասա, որ մենք հետևենք քեզ, անենք, սրանց կարգալույս արա։ Ես կարծում եմ այն ընթացքը, որ այսօր կիրառել է Գարեգին վեհապարը, ամենաճիշտ, խոհեմ եւ ողջամիտ ընթացքն է, որ ինքը կիրառել է։ Նախ մի քանի անգամ էլ ասել եմ, եթե դու մեկի կարգալույս ես անում, այդ մարդիկ չեն ենթարկվում քո հրահանգին, առաջին հերթին դու քո այդ տված հրահանգն է, քո այդ ունեցած կոչումն է արժեզրկվում։ Հետաբար եթե դու մեկի կարգալույս ես անում, եպիսկոպոսի կամ ինչ-որ մեկի, պիտի ունենաս նաև իրավական ուժ այդ հրահանգը ամենայն ուժգնությամբ գործադրելու։ Ցավոք սրտի այսօր այդ իրավապահ ուժերը, որոնք պիտի օգնեն եկեղեցուն այդ հրահանգների կատարածելու, կանգնած են հակառակ ճակատում, պաշտպանում են այդ մարդկանց։ Հետևաբար ստանալու է անիմաստ վիճակ, ինչպես տեսնում եք այդ կարգալույս եղած քահանաները շարունակում են հակոս կրել, տեսակ էլ արդեն նույնիսկ նախկին ԿՊԱ-կաններ, ովքեր համակրում են ինչ-որ կերպով Նիկոլի գաղափարները, այս կարմիր գծում ես տեղադրել էի արդեն տեսագրությունը, այս կարմիր գիծը հատելու հարցում միանշանակ դեմ են եւ շատ հստակ կերպով իրենց դիրքորոշում ունեն Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նաեւ մյուս կարևոր խնդիրը, որ վեհապար հայրապետը չի իջնում այդ մակարդակի, այն պահից, երբ վեհապար հայրապետը ինչ-որ շարժում ձևավորելու, ժողովրդին փողոց դուրս գալու կոչ արեց, այդ պահին իրավական ուժ աստեղծում Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի հստակորեն քայլեր ձեռնարկի կաթողիկոսի դեմ։ Եվ մենք չպետք է հասնենք այդտեղ, որ Նիկոլ Փաշինյանն ունենա իրավական հիմնավորումներ, պատրվակներ իր հետագա քայլերը, կոշտ քայլերը արդարացնելու համար։ Օրինակ Միքայել Սրբազանին ինչու կարողացավ կալանալ, որովհետև Միքայել Սրբազանը հրապարակավ կոչ արեց եւ այդ կոչի արդյունքում հիմա տեսնում են եւ գործանարոսել, որ դու իշխանապողության կոչ ես անում, ուրեմն իշխանապողության կոչ անելը սահմանադրության խախտում է, կալանավորում է։ Նույնը Բաղդադ Սրբազանի դեպքում, նույնը մյուսների դեպքում։ Բայց մինչև այնքան երբ վեհապար հայրապետը նման կոչով չի հանդես եկել, ինչ-որ սահման ամեն դեպքում իրենք պարտավորվում են հարգել եւ չեն անում կա։ Հիմա եթե նման պահանջ վեհապար հայրապետին ներկայացնում է, ասենք Վարդան Ղուկասյան, դոկ իմ համար հասկանալի է, տկիտության պատճառով կամ ինչ-որ քաղաքական գործիչներ, ինչ-որ վերլուծաբաններ նման կոչեր են անում վեհապար հայրապետին, իմ համար հասկանալի է, ամեն դեպքում այդ մարդիկ իրենց մտածողությունը այդքան է, չեն խորը մտածում այս ամեն ինչի մասին։ Բայց եթե երկար վաստակ ունեցող տարիներ, այդպես ասած, կարևոր պաշտոններ զբաղեցնող ղեկավարներ կամ այսինքն պաշտոնատարներ, կարևոր պաշտոնատարներ են նման հայտարարություններով հանդես գալի, դա ինձ համար արդեն հարցադրման խնդիր է, որ իսկապես ինչ նպատակ է հետապնդվում վեհապար հայրապետին նման կոչանել, որ դու մի բան ասա, որպեսզի մենք գանք քեզ հետևենք, քանի որ ընդհանրապես եկեղեցին պաշտպանելու համար վեհապար հայրապետի կոչին որևէ մեկը չպետք է սպասի, դա յուրաքանչյուր քրիստոնյայի հավատացյալի պարտականությունն է, որպեսզի իր ձեռքից եկած անի եկեղեցին պաշտպանելու համար։ Իսկ ով է կանգնած այս ամեն ինչի թեկունքում, դրա մասին եմ ուզում խոսել։ Այսօր մամուլում մի հետաքրքիր հոդվածի հանդիպեցի, հիմնականում երկիրն էր տպագրել, եթե չեմ կարծում ուրիշ տեղեր էլ կա։ Երկու թուրքական թերթերից են։ Ուրեմն ես ընթերցեմ, չգիտեմ, կարող եմ հույսով եմ շեր անեմ, անցյալ անգամ կիսել էի, բայց չէր ստացվել, հիմա տեսնեմ այս անգամ կստացվի թե չէ, հույսով եմ որ դա ստացվի։ Չգիտեմ տեսնում եք թե չէ, հույսով եմ տեսեք, բայց ես կստացեմ հետո կդադարեցնեմ։ Ուրեմն թուրքական երկու խոշորագույն լրատվամիջոցներ, Aydın Lika եւ Sözkun, հույսով եմ ճիշտ արտասանեմ, ես թուրքերեն չգիտեմ, հույսով եմ որ ճիշտ եմ արտասանում, դեկտեմբերի 19-ին եւ 20-ին Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել, նշելով Թուրքիային վերջնականապես փորձում է հաստատել Հայաստանի վրա հսկողություն, այդ թվում նշանակել ամենայն հայոց կաթողիկոսին։ Սա հայկական շրջանակների կողմից հավակնություններ չեն, սա ուղղակի թուրքական մամուլում
հայտնված հրապարակումներ են եւ իդեպ ոչ թե մեկ մամուլում, այսինքն եթե մեկ թերթ է գրում, կարող եք ասել դա իր տեսակետն է, բայց եթե մի երկու թերթում արդեն դա հրապարակվում, կարծում եմ դա խոսում է այն մասին, որ դա հիմնականում արդեն շատ հստակորեն խոսում է ուրեմն տեսակետի մասին։ Այն լիքը մասնավորապես գրում է, ով կդառնա ամենայն հայոց կաթողիկոսը, ում է աջակցում Անկարան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին, կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, սակայն գլխավոր հարցը մնում է ով կզբաղեցնի նրա տեղը։ Այժմ ըստ Քյուլիեի աղբյուրների այս որոշումը կկայացնի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում, Էջմիածնում, այլ Անկարայում եւ Ստամբուլում։ 5 միլիոն հետևորդ ունեցող թուրքական լրատվամիջոցը շարունակում է. Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին։ Նախագահ Թայիպ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։ Այդ խոչընդոտը Գարեգին II կաթողիկոսն է, հայ եկեղեցու առաջնորդը։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհիկ կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին։ Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժարվել է հայկական քաղաքականության անկյունակարից, ցեղասպանության քարոզչությունից։ Այս քայլը թուլացրել է կապերը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մեծ հայկական սփյուռքի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանը պահպանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությանը մոտ քաղաքականություն։ Թուրքիայում հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ Պատրիարքի տեխնացությունն են քննարկում վերոնշյալ շրջանակները, որն այժմ գտնվում է Ստամբուլում։ Հարցը քննարկում են նախագահ Էրդողանի եւ նրա խորհրդականների կողմից։ Հավանական է, որ այս տեխնատուն աջակցություն կստանա ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև Անտիլիասի հայ առաքելական եկեղեցու եւ Լիբանանի հայ հոգեվորականության կողմից։ Այս բաժինը ես հաստատ ասում եմ այդպեսին չի լինելու, որ տեխնատուն էլ հաղթի, Էրդողանը զգալի առավելություն կստանա Հայաստանի հոգեվոր շրջանակներում։ Սա թուրքական քաղաքականության համար զգալի առաջընթաց կլինի։ Իր տեղեկություններն է փոխանցում թուրքական լրատվականը։ Իսկ մյուս լրատվականը, իսկ հա թուրքական մյուս մեծ լրատվականը Սուսկուն փոխանցում է կաթողիկոսական շփոթ, միակ կառույցը, որ Հայաստանի նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում հայ առաքելական եկեղեցին։ Տեսնում եք, նույնիսկ թուրքական աշխարհը հասկանում է, որ այս պահին Հայաստանի համար մնացել է միակ մեկ անկախ հաստատություն, կառույց, եւ դա Շուրբ Էջմիածինը, եկեղեցին է, եւ ուղղակիորեն հիմա հենց այդ կառույցը, վերջին կառույցը խրամատը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի թիրախում այդ անկախության վերջին, այդպես ասած, խրամատը ոչնչացնելու համար։ Փաշինյանը բազմիցս արտահայտել է կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, բայց հիմնական անորոշությունն այն է, թե ով կզբաղեցնի նրա տեղը։ Այս անորոշությունն այժմ, ինչպես ասվում է, վերացել է։ Անկարան եւ Ստամբուլն ավելի վճռորոշ դեր են խաղում, քան Էջմիածինը։ Ովքեր են տեխնացուները։ Իրավիճակին ծանոթ մեր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն Թուրքիան որոշել է մեկ տեխնացուի շուրջ։ Նախագահ Էրդողանը եւ նրա խորհրդականները քննարկում են հայ առաքելական եկեղեցու Ստամբուլի Սահակ Պատրիարքի տեխնացություն։ Մոտապես տեսնում եք նույն բովանդակությամբ լրատվություն է։ Ըստ տեղեկությունների Սահակ II-ը հավանաբար կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը։ Վերլուծությունն ավարտվում այն պնդմամբ, որ անկախ նրանից, թե որ տեխնացուն կընտրվի, Թուրքիան վճռորոշ վերահսկողություն կստանա Հայաստանում։ Այս իրավիճակը արդյունավետորեն անհնար կդարձնի թուրքական քաղաքականության հակազդելը։ Երբ այս գործընթացն ավարտվի, Հայաստանում քաղաքական եւ սոցիալական որոշումների կայացման մեխանիզմները ամբողջությամբ կձևավորվեն արտաքին գործոններով, նշվում է Սուսկոյի հոդվածում։ Հուսով եմ, որ այս կիսվեցի հարմար նկատած լինեք, ուրեմն տեսնում եք, որ նույնիսկ թուրքական մամուլում հետեւյալ բացահայտումը շատ հստակորեն խոսում այն մասին, որ Հայոց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, Վեհապար Հայրապետի դեմ այս պայքարի, այդպես ասած, թիկունքում հիմնականում կանգնած է թուրքական գործոնը, եւ սա ուղղակիորեն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Նիկոլի արչեւ դրված պահանջ է վերացնել Հայաստանի անկախության վերջին ամրոցը, որպեսզի դրանից հետո հնարավոր դառնա ամբողջությամբ տիրապետել ուրեմն Հայաստանին եւ ուղղակիորեն դրանից հետո Հայաստանի անկախությունից հավանաբար որևիցե բան չի մնալու եւ կազմակերպումը Հայաստանի Հանրապետության պետականության լինելու է հավանաբար տարիների խնդիր, շատ կարճ մի քանի տարվա ընթացքում հնարավոր կլինի դրան հասնել։ Հետաբար այս պահին միակ ամրոցը, որը կարողանում է դիմադրել եւ պաշտպանել հայ ժողովրդին, Հայաստանի պետականությունը, Հայոց առաքելական Սուրբ եկեղեցին է, ինչը մեկ անգամ եւս մեզ համար ապացուցում է այդ ամրոցը ամեն գնով պաշտպանելու, պահպանելու կարևորությունը։ Քանի որ եկեղեցու մասն ենք խոսում,